Այդպես չի, որ ընտրությունների հետ սա կապ ունի։ Շուրջ կես ժամ էկոնոմիկայի նախարարը համոզում է լրագրողներին, մնար նույն կարծիք։ Ընտրություններում թոշակառուների քվեները ստանալու նպատակով չէ, որ ընտրություններից 3 ամիս առաջ որոշել են թոշակները բարձրացնել։ Համոզվեցիք։ Իսկ համոզիչ չի, որովհետև Ընդդիմադիր պատգամավորը հիշեցնում է 2025-ին, երբ քննարկվում էր այս տարվա պետական բյուջեի նախագիծը, խորհրդարանական ընդդիմությունը անընդհատ ահազանգում էր։ Առաջին անհրաժեշտության ապրանքներն այնքան են թանկացել, որ ՔՊԱ-ականների այդքան սիրած տատիկներն ու պապիկները իրենց ստացած թոշակով չեն կարողանում անգամ սննդի հարցը լուծել։ Ինչ է փոխվել այս 3-4 ամսվա ընթացքում։ Փաշինյանը, որ հայտարարում էր, թե անգամ 1000 դրամ հնարավոր չէ բարձրացնել թոշակները, որովհետև բյուջեում փող չկա, հիմա պնդում է, թե փողը հանկարծ հայտնվել է։ 2025-ին նախատեսած տնտեսական աճը 5.1%-ից ավելի է եղել։ Իմ կարծիքով անգործության մատնված կլինեինք, որովհետև ես չեմ կարծում, որ կարելի է ինչ է թե այդպես չշահարկեն, մենք ասենք դե եկեք օրինակ կենսաթոշակները ավելացնենք ոչ թե ապրիլին, այլ օրինակ հուլիսին։ Այդպես կարելի է անել, բայց կներեք ապրիլ, մայիս, հունիս, այդ ամիսներին այդ մարդիկ կենսաթոշակը չավելանա։ Պապոյանին ընդդիմադիրները հակադարձում են, եթե 2025-ի երկրորդ կիսամյակում արդեն ակնհայտ էր, որ տնտեսական աճը կանխատեսվածից մեծ է լինելու, ինչու 2026-ի գլխավոր ֆինանսական փաստաթղթով չէին նախատեսել կենսաթոշակային ֆոնդի բարելավումը։ Ասացին, որ դե 10,000 դրամ մտանք ինչ անի։ Դե 10,000 դրամ որտեղ է ծախսելու։ Հետո տեսան, որ բուրըն արձագանք կա եւ մեր հայրենակիցները ուղակի զայրույթից, այսպես ասած, իրենց չեն կարողանում զսպել իրենց զայրույթը, որ ինչի մասն է խոսքը, կոմունալ վճարները, մենակ կոմունալ վճարները որ տան, իրենց ուտելու հնարավորություն, սնվելու հնարավորություն անգամ չի լինելու։ Խորհրդարանի ամենամեծ ընդդիմադիր խմբակցության ներկայացուցչի խոսքով Նիկոլ Փաշինյանին հատուկ ծառայությունները պարբերաբար տեղեկացնում են, որ ինքը վարկանիշի խնդիր ունի եւ չի կարողանալու վերընտրվել, եթե պոպուլիստական ամենաուժեղ գործիքները չկիրառի։ 11 Վարչապետը ըստ Դանիելյանի հավանաբար ենթադրել է, որ պարգևավճարային սկանդալից հետո էլ ավելի գահավիժած վարկանիշը միայն լրացուցիչ 10,000 դրամ թոշակը կփրկի։ Ես ձեզ հավաստիացնում եմ, սա ամբողջությամբ տեղավորվում է նախընտրական իրենց տրամաբանության մեջ, փորձում են մոլորության մեջ գցել եւ այս բարձրացումը մեր հայրենակիցների քթից հանելու են։ Ոնց որ միշտ ա եղել։ Ավելացած գույքահարկի աննախադեպ գնաճի ֆոնին կոպեկ է 10,000 դրամը, վստահեցնում է Գառնիկ Դանիելյանը։ Նրա խոսքով թոշակառուն շատ լավ հասկանում է, որ միլիոնները մեջ անող կառավարիչներն ընդամենը նախընտրական շոու անելու համար են վերջին պահին մի քանի գրոշ տալիս իրենց։ Կարնե Մանգասարյան, Նուրաշ Արբաթյան, Հայլուր։